Հունիսի 17-ին ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը եւ Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների փոխդեսպան Դեյվիդ Ալենը ներքին գործերի նախարարության կրթահամալիրում մասնակցել են ժամանակակից սիմուլյացիոն հրաձգարանի բացմանը։ Կարևորելով Հայաստանի եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների իրավապահ մարմինների միջև ձևավորված արդյունավետ համագործակցությունը, փոխնախարարը նշել է, որ կրթության գործնական ուսուցման արսենալի արդիականացումն ու վերազինումը ոստիկանության ծառայողների կարողությունների զարգացման երաշխիք են։ Դեյվիդ Ալենը նշել է, որ նորագույն տեխնոլոգիաների կիրառումն էական խթան կլինի ոստիկանների մասնագիտական պատրաստվածության զարգացման գործում։ Հրաձգարանի ներդրման հիմքում ընկած է միջազգային լավագույն փորձը։ Նմանատիպ հրաձգարաններ արդեն հաջողությամբ գործում են Միացյալ Նահանգների իրավապահ կառույցներում։ Համակարգը սցենարային է, նախատեսված տարբեր իրավիճակների վերարտադրման միջոցով ծառայողների գործնական հմտությունների, վարքականոնների, ինչպես նաև արագ կողմնորոշման ունակությունների զարգացման համար։ Այն ադապտիվ է եւ հնարավորինս մոտ իրական պայմաններին։ Հատուկ ածխաթթու գազի սրվակով լազերային փողը թույլ է տալիս ստանալ զենքի հետ հարվածի զգացողություն, ստեղծելով իրական կրակոցի տպավորություն։ Տեսանյութերի կիրառումը կարևոր է, քանի որ այն հնարավորություն է տալիս վերլուծել մարդկանց շարժուձևը, դեմքի արտահայտությունները, դիմախաղը, ինչի հիման վրա հնարավոր է ճիշտ գնահատականներ տալ եւ մշակել համապատասխան արձագանքներ։ Համակարգում հնարավոր է ներառել շուրջ 900 սցենար, ինչն ապահովում է իրավիճակների լայն շրջանակի մոդելավորում գործնական պատրաստվածության բարձր մակարդակի հասնելու համար։ Միջոցառման ավարտին կրակային պատրաստվածության դասընթացներն անցած եւ հրահանգչի համապատասխան որակավորում ստացած մասնակիցները փոխնախարարի եւ փոխդեսպանի կողմից ստացել են հավաստագրեր։ Սիմուլյացիոն հրաձգարանի ֆինանսավորումն իրականացրել է Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատան թմրամիջոցների դեմ պայքարի եւ իրավապահ համագործակցության գրասենյակը։